Բարի արև իմ սիրելի կշերքներ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով այսօր դեկտեմբերի 21-ն է իմ օրացույցով Նեպտունի օրը եւ հետաքրքիր է որ Նեպտունը մտնելու է ձեր հակադիր նշան, այսինքն պատահական տեսեք ոչինչ չի լինում, համընկնումները շատ ճշգրիտ են, ինչևէ այսօր ես կներկայացնեմ 2026 թվական արդեն մենք մուտք ենք գործել նոր տարի, նոր տարի մուտք կգործենք եւ ես դա հրեղենձի տարին է եւ ես կներկայացնեմ հունվար ամսվա համար կանխատեսումը, տեսնենք արդյոք այս մոլորակների դասավորությունը ձեզ համար բարենպաստ կլինեն։ Եվ այսպես հունվար ամսին ունենք մենք բնականաբար լիալուսին, նորալուսին եւ արևը Վեներան, Մերկուրին, Մարսը կփոխեն իրենց նշանները, ինչպես արդեն ասացի, Նեպտունը եւս կփոխի իր նշանը, բայց արդեն հունվարի 26-ին երկար տարիներ 10 տարուց ավել ինքը կգտնվի ձեր հակադիր նշանում, եթե դուք ասցենդենտով, ուրեմն սա վերաբերում է բոլորին, եթե ձեր ասցենդենտի նշանն է կշերքը, հա, խնդրում եմ այստեղ ուշադիր լինեք, որովհետեւ դուք կարող եք լինել կշերք արևի նշանով եւ ուրեմն դա արդեն ուրիշ թեմայի վերաբերի, հա, արդեն պարտներին ոչ թե վերաբերի, այլ մեկ այլ թեմայի, այնպես որ այստեղ մենք պիտի տարբերակենք։ Եվ այսպես, եւ ուզում եի չմոռանամ նշել, սիրելի կշարքներ, մի կարևոր բան, որ դուք երկրորդ տեղում եք գտնվում։ Ու հիմա արդեն հետընթաց եք ունեցել եւ հայտնվել եք 5-րդ տեղում, ահա, եւ այսօր ես ձեր նշանի համար եմ ներկայացնում հունվար ամիսը։ Եվ այսպես հունվար ամիսը ես բաժանել եմ երկու հատվածի եւ կարծում եմ որ երկրորդ հատվածը 20-ից հետո, այդպես ասենք, կամ 15-ից 20-ից հետո ձեզ համար ավելի բարենպաստ կլինի, որովհետեւ հնարավոր է որ բոլոր դեպքերում շատ կարեւոր է դուք իմանաք ձեր ասցենդենտի նշանը, որպեսզի հասկանաք ամեն դեպքում այս լիալուսինը եւ նորալուսինը իրենք բացասական էներգիան են կուտակում, բայց հնարավոր է որ դուք լինեք ասենք կշարք եւ այդտեղ ունենաք միայն արևային եւ այն էլ մինչեւ 15 աստիճան, հա, այսինքն սեպտեմբերյան կշարքները եւ ասենք սա մեծաշով չանդրադառնա ձեզ վրա եւ ձեր մոլորակները ավելի այդպես ցրված լինեն կամ ասենք հավաքված լինեն կարիճի նշանում կամ այդպես այս դեպքում դուք առանձնապես խնդիր չեք ունենա։ Այ այսպիսի հարցեր կան, դրա համար ես չեմ կարող ասել որ տեսեք լիալուսինը, նորալուսինը լինում են, իրենք բացասական էներգիան են կուտակում կշերքի խոյի եւ իհարկե այստեղ խեցգետին այծեղջուր եւս վերաբերում է, իրենց հետ միանշանակ ասել չի կարելի։ Դա եւ ցանկալի է որ իհարկե դուք իմանաք ձեր քարտեզը, այդտեղ բարդ բան չկա, իմանալ ձեր քարտեզը եւ հասկանալ թե ձեր մոլորակներն ինչ աստիճաններում են եւ ինչ նշաններում են գտնվում, որովհետեւ եթե դուք հետեւում եք ուրեմն կանխատեսումներին աստրոլոգիական, ուրեմն դա պիտի իմանաք, որտեւ ես ձեզ ինչպես արդեն ասել եմ գյուլնաստատու հեքիաթները չեմ պատմում, որ դուք լսեք ու հեքիաթներ լսեք ու տենց գոհանաք կամ տխրեք եւ այլն, այստեղ պրոֆեսիոնալ աստրոլոգիա է։ Եվ այսպես լիալուսինը հունվարի 3-ին Հայաստանի ժամանակով 14:02:43 տեղի կունենա լիալուսինը Խեցգետնի նշանում 14 աստիճանում արևելուսինը կհակադրվեն եւ լուսինը կգտնվի Խեցգետնի նշանում, այսինքն Խեցգետիների գիտեք այս դեպքում Խեցգետիների համար իհարկե ինչ որ թեմա, ընտանեկան թեմա, միգուցե կարիերայի թեմա եւ այլն, կարող է ինքը մոտենալ, ինքը կունենա ավարտի, այսինքն ինչ որ որոշում կկայացնեք մինչեւ հունվարի 3-ը, իսկ տեսեք, եթե ձեր ասցենդենտը կշարք է, այս դեպքում ձեր մոտ ինչ որ տարաձայնություններ կարող են լինել, երկմտեք, որտեղ իրենք հաճախ են երկմտում, ինչ անել, ինչպես անել, որն է ճիշտ եւ այլն, հա, այսպեսի ուրեմն հարցեր կառաջանան, բայց կարծում եմ դուք կկարողանաք կողմնորոշվել եւ գտնել ուրեմն ձեզ հուզող պատասխանը։ Ամեն դեպքում ինչ որ որոշում դուք կկայացնեք մինչեւ 3-ը։ Եվ անցնենք առաջ, գիտեք, ես քանի որ
նորալուսին ասեմ, եկեք լիալուսին եւ նորալուսին ասեմ, որտեղ իրենք շատ կարեւոր են։ 18-ին հունվարի տեղի կունենա նորալուսինը Հայաստանի ժամանակով 23:51 րոպե 47 վայրկյան, արևի լուսինը կմիավորվեն 29 աշճանում եւ այն տեղի կունենա այդ եղջյուրի նշանում։ Ինչպես տեսնում եք, լիալուսին եւ նորալուսին այդ 4 նշաններին են վերաբերում, այսինքն այդ եղջյուր խեցգետին կշերք եւ խոյ, հա, այստեղ է գործողությունները լինում, բոլոր դեպքերում այստեղ մի գուցե ինչ որ թեմա, որ դուք տատանվում եք մինչև հունվարի 1 ավարտվի եւ դուք արդեն հունվարի վերջին շատ ավելի կոնկրետ լինեք կամ իրավիճակը շատ ավելի կարող է կոնկրետանալ եւ այստեղ ինչ որ մի նոր սկիզբ դրվել ընտանեկան, բնակարանի հետ, տան հետ կապված, արտերկրի հետ կապված եւ այլն նմանատիպ հարցեր ուրեմն կլինեն, այստեղ հնարավոր է նոր սկիզբ եւ այդ սկիզբը իհարկե ձեր անձնական քարտեզը ցույց կտա, թե դա ինչ սկիզբ կարող է լինել լավ թե ոչ այդքան լավ, այսպիսի իրավիճակ է, որովհետև բոլոր դեպքերում կշերքի եւ այդ եղջյուրի կամ խեցգետնի միջև այստեղ բացասական էներգիան է կուտակվում եւ շատ կարեւոր է, որ դուք ասենք նայած թե ինչ աստիճաններում են գտնվում ձեր մոլորակները, սա շատ կարևոր է։ Եվ քանի որ ես բաժանել եմ երկու մասի, ասացի, որ երկրորդ հատվածը ձեզ համար հունվար ամսվա երկրորդ հատվածը շատ ավելի բարենպաստ է լինելու, քան առաջին հատվածը, սա եղեք ուշադիր եւ ուզում նշել 6, 7, 8, 9 Այստեղ կարելի ասել մենք ունենք մոլորակների շքերթ, որ կարող են որոշակի դժվարություններ առաջացնել, եթե ձեր դժվարություններ կունենան նրանք, այսինքն այն կշերքները, խեցգետիները, խոյերը, ովքեր կամ թեկուզ հենց այդ եղջյուրները եւս ու մոտ մոլորակները դասավորված են 15 աստիճանից մինչև 30 աստիճան այդտեղ են գտնվում։ Եվ այդ օրերին այդպիսի վիճակ կարող է լինել տան ընտանիքի թեմայի հետ կապված հնարավոր է։ Եվ նայած ինչ դասավորություն ունեն, դա կարող է նաև վերաբերել պարտներին, ձեր նպատակները եւ այլն, այսպիսի իրավիճակ է լինելու, այսինքն ինչ որ մի հանգուցալուծում կլինի, կարծես թե էներգիան կուտակվում է, որ ի վերջո դժվար էներգիաներ են, որ ի վերջո այդ հարցը կարգավորվի։ Այսպիսի իրավիճակ եւ ուզում եմ նշել, որ բոլոր դեպքերի մոլորակները Վեներան կմտնի ջրհոսի նշան հունվարի 17-ից մինչև փետրվարի 10-ը, արևը հունվարի 20-ին կմտնի ջրհոսի նշան Մերկուրի հետ միասին, ինքը եւս հունվարի 20-ին եւ հունվարի 23-ին Մարսը կմտնի ջրհոսի նշան։ Ես դա ասացի, որ տեսեք երկրորդ կեսը արդեն ձեզ համար բավականին լավ է 15-ից սկսած, որովհետեւ այստեղ գիտեք սիրո թեման է, երեխայի թեման է, ձեր բիզնեսի թեման է, ձեզ համար շատ բարենպաստ կլինի։ Միանշանակ հունվարի երկրորդ կեսը ձեզ համար կլինի շատ բարենպաստ դժվարությունը առաջին այդ 15 օրը հաղթահարելն է, դա էլ ասացի պայմանավորված է ձեր մոլորակների դասավորությունից, այսինքն ինչ աստիճաններում են իրեն գտնվում եւ ինչ նշաններում են գտնվում։ Հիմնական ուրեմն գործողությունները դա են եւ 26-ին հունվարի 26 թվական Նեպտունը կմտնի ձեր պարտների տոն ահա եւ նորից ձեր քարտեզով է պայմանավորված թե ինչ ժամանակահատվածում հեռավոր մոլորակ է, երկար է մնում 10 տարուց ավել եւ ինքը որ թվականներին, որ ժամանակ կարող է ձեզ մոտ խնդիր առաջացնել, հարգելի կշերքներ, որովհետև միանշանակ ձեր հակադիր նշանում է եւ դուք ինչ որ կարող եք խաբեության զոհ դառնալ, կարող է ինչ որ այլ խնդիրներ կամ ընդհակառակը ինչ որ դժվարություններ կարողանաք հաղթահարեք ինչ որ մեկի օգնությամբ, հա, երկրորդ անձնավորության օգնության շնորհիվ, բայց նայած որ տարի դա ուրեմն դուք պետք է իմանաք որ տարում է այդ վտանգը սպասվում, որպեսզի կարողանաք այդ ժամանակահատվածում ուրեմն չգնաք ինչ որ գործարքների, ինչ որ առաջարկությունների, այդպես չխաբվեք, այսպեսի նրբություններ կլինեն, առանց այն էլ ձեզ համար դժվար է կողմնորոշվելը եւ այստեղ դուք ել ավելի կարող եք խճճվել։ Դրա համար
ցանկալի է իմանալ, թե որ ուրեմն որ տարում, որ ժամանակահատվածում է, որտեղ դա միայն անձնական քարտեզը կարող է ցույց տալ, իմանաք ուրեմն դա երբ է լինելու, ինչ դժվարության մասին է խոսքը։ Սա էր հիմնական ուրեմն ձեզ համար հիմնական կարևոր ուրեմն իրադարձությունները եւ իհարկե նաեւ ասեմ, որ երեք արդեն Սև լուսինը դուրս եկավ ձեր ֆինանսների տանից, ֆինանսական այդպես դժվարություններ, ծախսեր էին, ձեզ մոտ փողերը գնում էր շատերի մոտ, հա, շատ կշեռքների մոտ եւ ես կարծում եմ մի փուլը ավարտվեց, մի փուլն էլ ուրեմն 26 թվականին մի քանի ամսից արդեն այդ փուլը եւս կավարտվի ձեր կյանքում եւ ֆինանսների հարցում դուք արդեն կարող եք շունչ քաշել այսպես եւ իհարկե նաեւ առողջության հարցում եւս աստիճանաբար դա այդ խոչընդոտները կհաղթարեք եւ ամեն ինչ կկարգավորվի մի քանի ամիս եւս եւ այդ ամենը կկարգավորվի այսքանը սիրելի կշեռքներ ինձ մնում է շնորհավորել ձեզ որտեղ արժևում ամանորն է շնորհավորել ձեզ ամանորի կապակցությամբ եւ մաղթել ձեզ ամենալավն ու բարին եւ մասնավորապես ասցենդենտով կշեռքներին մաղթում եմ որ լինեն ավելի վստահ իրենց որոշումներում, իրենց քայլերում եւ այդպես երկար չերկմտեն ու կոնկրետ քայլեր անեն, այնպես որ քանի որ ընտանեկան թեման է այստեղ ձեզ մոտ ընտանիքը եւ նպատակները շատ այդպես կարեւորվում են այդ թեման Ուսի ես ցանկանում եմ, որ հենց այդտեղ, այդ դաշտում, այդ բնակավարում ձեզ մոտ լինեն հաջողություն 26 թվականը, թող բերի ձեզ հաջողություն։ Այսքանը սիրելի կշեռքներ, իսկ դու գրեք ձեր տպավորությունների մասին, արդյոք դա օգտակար եղավ իմ խորհուրդը եւ այդպես ընդհանրապես չմոռանաք լայքել։ Այնպես որ ձեզ ամենալավն ու բարին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, առայժմ այսքանը։